Գնեք Սանկերամիկա կամ Լոգարսենյակի կահույք եւ ստացեք նույն գումարի չափով ծորակն ընդամենը 1 դրամով։ Մանրամասները idealsystem.am Դուք դիտում եք առաջին լրատվականը, բարև ձեզ, ես Սիրանուշ Պապյանն եմ, տաղավարում ինձ հետ է արմեիկահայ արվեստագետ Սասուն Քոսյանը, պարոն Քոսյան, բարև ձեզ, շնորհակալ եմ հրավերը ընդունելու այս հնարավորության համար, որովհետև ըստ էության Հայաստան եք ժամանել եւ ձեր հրապարակումներից է պարզ դարձավ, որ արդեն եղել եք Հովանավանքում, հանդիպել եք Տեր Արամին եւ ուզում եմ հենց այս կետից էլ սկսենք եկեղեցու շուրջ, Հայաստանի իշխանության շուրջ այն ինչ տեղի է ունենում, ինչեւ ուր կարող է հասնել վարչապետը փաստորեն ասել է, որ այս կիրակի էլ է մասնակցելու հոգեվոր պատարագին, հոգեվոր նորոգում է տեղի ունենում, ի վերջո ինչի կհանգեցնի այն ինչ նախորդ շաբաթվանից մեկնարկել է, այսպես պարբերաբար պատարակներին մասնակցել համեցեք։ Ես նախ իմ տպավորությունը Հովանավանք այցելությունից շատ դրական է։ Ես այնտեղ տեսա ենթադրում եմ գյուղացիներ այդ գյուղից եւ մեգուցե այլ վայրերից, որոնք մեծ սիրով մասնակցում էին երեկոյան պատարագին եւ կանգնած էին եկեղեցու կողքերը, նաև երիտասարդներ, որոնք զգում էին, որ կարող է ինչ-որ պրովոկացիաներ լինել եւ ամեն կերպ պատրաստ էին թույլ չտալու դա։ Այսինքն Տեր Արամը մեծ ժողովրդականություն է վայելում այդ եկեղեցում, այդ համայնքում։ Եվ սա շատ ցույցիչ է եկեղեցու վերնախավի վիճակի մասին, որ նրանք հեռացնում են, այսինքն կարգալույծ են անում ամենապոպուլյար, ամենաժողովրդականություն վայելող մի եկեղեցականի, որը համարձակվել է անարդարությունների մասին բարձրաձայնել եւ հարցը խիստ քաղաքականացվել է այդ կետերից մեկը ծիծաղելի է, թե ինչու են իրեն հեռացրել, որ բտնոցը դրել է երեխայի խաղալիքի վրա, այսինքն ամեղ երեխայի խաղալիքի վրա բտնոցը դնելը ինչ որ մեծ հանցագործություն է համարվում։ Իհարկե դա պատրվակ է, իսկ որ նրանք ամենազազրելի սրբապղծություններն են կատարում, դրա համար ոչ մի պատիժ չկա։ Ինչպես է ավարտվելու այս ամենը։ Դատելով եւ Կտրիչ Ներսիսյանի եւ մյուս հոգեվորականների արձագանքից, նրանց հայտարարություններից, նրանք ամենևին չեն պատրաստվում զիջել որևէ կերպ։ Նույնիսկ հայտարարել են, որ կաթողիկոսը նույնիսկ բանտից կարող է ղեկավարել, որը հերոսացման այսպես փորձեր է, որ ահա պետությունը բռնաճնշում է եւ խեղճ կաթողիկոսը բանտից է ղեկավարում ստիպված։ Այսինքն փորձում են այդ պատկերը ստեղծել, այնինչ իրականությունը շատ տարբեր է։ Մեր եկեղեցու վերնախավը պարզապես Կրեմլի գործակալի աշխատանք է տանում եւ իրենց մաֆիոզային համակարգը, բնականաբար ոչ ամբողջ եկեղեցին, այնտեղ կա շատ առողջ թև եւ այնտեղ կա այդ մաֆիոզային թևը։ Այդ մաֆիոզային թևը բռնագրավել է եկեղեցին եւ քաղաքականացրել, խիստ քաղաքականացրել եւ ռուսական շահերն է սպասարկում։ Այստեղ ես չեմ տեսնում նրանց կողմից որևէ զիջելու ցանկություն, հայտարարություն, ակնարկ, ընդհակառակը նրանք տանում են ամեն ինչ առճակատման եւ գույները խտացնելու փորձեր են անում, այստեղից հեշտ լուծում չեմ տեսնում, բայց կա նաև օրենքը, որ ցանկացած եկեղեցական նաև պետք է ենթարկվի Հայաստանի օրենքներին։ Պարոն Քոսյան, հետաքրքիր է, երբ ասում եք Կրեմլի գործակալ, ինչ նկատի ունեք, այն հայտարարությունները, որոնք եղել են, փաստեր կան կամ Կրեմլի ուրեմն հրահանգով են շարժվում, որ գործողություններն են մասնավորապես ձեզ մոտ այդպիսի ուրեմն համոզում ստեղծել։ Օրինակ, որ նախ
պահանջեց դեռևս 21 թվականից պահանջեցին վարչապետի հրաժարականը։ Իրեն վարչապետը հրաժարական տվեց այդ ժամանակ։ Տվեց եւ նորից ընտրվեց։ Հետո նորից պահանջեցին։ Հետո մեջտեղ նետեցին Բագրատ նախկին եպիսկոպոսին, հիմա սառեցված, թե չգիտեմ, բայց հիմա բանտարկյալ փաստավորեն հանցագործ Բագրատին եւ հետո եկավ ավելի ճիշտ ասեի դաշտ նետվեց ես համոզված եմ Ռուսաստանի կողմից Սամվել Կարապետյանը եւ ներկայացրեց իր բացարձակապես պրոռուսական ցանկը, թե ինչ է պատրաստում անել, ինչու է նա եկել։ Եվ ես սկսեց պաշտպանել եկեղեցուն, եկեղեցին էլ սկսեց պաշտպանել իրեն։ Այսինքն ամեն ինչ պարզ է եւ նույնիսկ տեսեք, նույն տեսակետն են պաշտպանում եկեղեցին, Սամվել Կարապետյանը, Կիրիլ Պատրիարքի խոսնակը եւ Մարիա Զախորովան։ Այստեղից ինչ հետևություն կարելի է կայացնել։ Երբևէ լսել եք որևէ արևմտյան պետություն քննադատի այս իշխանությանը, որ նրանք ռեպրեսիաների են ենթարկում եկեղեցուն։ Այդպիսի բան չի եղել։ Միայն Ռուսաստանն է այդ տեսակետը հայտնել։ Իդեպ տեսակետ կա, որ գուցե կաթողիկոսը շատ էլ ցանկանար հրաժարական տալ, բայց այսպես ասած նրան թույլ չեն տա, քանի որ ինչպես դուք եք ասում, կա Կրեմլի կողմից կոնկրետ աշխատանք հրահանգ այս առումով։ Միգուցե դա է պատճառներից մեկն է, բայց ես կարծում եմ դա օրինակ դա շատ տեղին է Սամվել Կարապետյանի պարագայում, քանի որ նրա ամբողջ ունեցվածքը Ռուսաստանում է եւ մենք գիտենք ինչ է պատահում ռուս օլիգարխներին, երբ նրանք մի քիչ շեղվում են Պուտինյան գծից։ Նրանց ունեզրկվում են, պատուհանից են ընկնում եւ այլն, լավ չի ավարտվում։ Այսինքն Սամվել Կարապետյանի պարագայում նա ուրիշ ելք չունի, քան դառնալ այսպես կոչված ընդդիմադիր, բայց եկեղեցու մեր վերնախավը կարծում եմ նրանք դեռ ունեն տեղ մանևրելու, քանի որ Ռուսաստանում միգուցե ունեն ունեցվածք եւ այլն, բայց ամեն դեպքում կարող են հրաժարվել, եթե ցանկանան։ Իհարկե դա կլինի շատ անպատվաբեր իրենց անձնական իրենց տեսակետից, բայց դա կլինի օգտակար։ Ինչեւ երբ կմանևրեն։ Մինչեւ միգուցե երբ սկսեն ձերբակալությունները, այդ ժամանակ արդեն եկեղեցու ներսից կլինեն ճնշումներ, այսինքն կան ձերբակալված եպիսկոպոսներ, հետո ենթադրենք լինի ձերբակալված կաթողիկոս, հետո ուր է տանելու, այսինքն եկեղեցում ամեն դեպքում կան շատ ազնիվ հոգևորականներ, որոնք այժմ մեծ մասամբ լռում են որոշ բացառություններով, բայց նրանց մտահոգում է եկեղեցու ճակատագիրը, այնպես չէ, որ բոլորը վատ են։ Այսինքն այդ ներքին ճնշումը ուշտաշուտ պետք է որ զգացնենք։ Եկեղեցու ներսից ճնշում պիտի լինի։ Դեռ որ բավարար չէ հատուկեն հոգևորականների մասն խոսքը։ Այո, առայժմս բավարար չէ։ Եվ դրան չի օգնում նաև Կիլիկիո թևի դիրքը, պարզ է, նրանք էլ դաշնակցության ենթականերն են, իսկ դաշնակցությունը, ինչպես գիտենք, մեծ սեր ունի Ռուսաստանի հանդեպ։ Պարոն Քոսյան, տեսեք, Ռուբեն Վարդապետ Զարգարյանն է հարցազրույց տվել, խոսել ժողովրդավարության մասին, ցիտել Պլատոնին, որն ասում էր, որ ամենավատ բանը, կառավարման ամենավատ համակարգը ժողովրդավարությունն է, ժողովրդավարությունը կեղծիք է եւ այլն եւ այլն։ Ձեր գնահատականը ըստ էության ցույց են տալիս, թե որքան խորթ են իրենց համար ընդհանրապես ժողովրդավարական արժեքները, ժողովրդավարությունը, աշխարհիկությունը եւ այլն։ Այո, դա փորձ է արդարացնել եկեղեցու ավտոկրատ քաղաքականությունը, ներքին քաղաքականությունը եւ նրանց վերաբերմունքը Հայաստանի պետականության հանդեպ, ժողովրդավարության հանդեպ, օրինակ Բագրատ նախկին եպիսկոպոսը իրավունք չուներ վարչապետ դառնալու, բայց եկավ եւ հայտարարեց, որ ինքն է լինելու վարչապետը։ Այսինքն նրանք արհամարում են Հայաստանի օրենքը, բայց աշխարհում ժողովրդավարությունը բոլորին այլ
դիրքում է համեմատ 2500 տարի առաջվա հունական ժողովրդավարության համեմատությամբ եւ մեջբերում կատարել Պլատոնից դա շատ ժամանակավրեպ է մոտ 2500 տարի ուշացած եւ չի համապատասխանում մեր օրերի իրողությանը այստեղից բարձ է դառնում որ եկեղեցին ապրում է իր ուրույն աշխարհում իր ուրույն տրամաբանությամբ որը բացարձակապես կապ չունի աշխարհի հետ մեր իրողության հետ եւ ինչ որ ձևով դա փորձ է արդարացնել տեղի ունեցողը որ ահա Պլատոնը մեր կողմից է այսպես ասած իսկ դուք այս խղճուկ ժողովրդավարությունն եք առաջ տանում Պարոն Քոսյան, լավ, տեսեք ամեն օր հոգևոր ամեն կիրակի հոգևոր պատարագի մասնակցելը բազմամարդ պատարագի մասնակցելը ինչ իրավիճակ է փոխում, որովհետև խոստում կար հոգևոր հավաք էջմիածնում անցկացնելու դեռ պարզ չէ իշխանության գործողությունը այս առումով մի կողմից տեսնում ենք նաև այդ ձեր նշած ձերբակալությունները հոգևորականների բարձրաստիճան հոգևորականներից տեսան դուք ակնարկում եք որ այս ամենը դեռ կձգվի այնքան ժամանակ քանի դեռ ձերբակալված չէ կաթողիկոսը Կարծում եմ այո եւ իհարկե դա պետք է ապացուցվի ամեն կերպ որպեսզի այդտեղ որևէ թույլ իրավական դիրք չլինի, եթե նա իրոք ստիպել է մարդկանց մասնակցել ցույցերի, քվեարկել եւ այլն, դա փաստացի հանցագործություն է եւ նույնիսկ նորմալ երկրներում, նորմալ եկեղեցիներում նույնիսկ այդ լուրը պետք է հանգեցներ կաթողիկոսի հրաժարականին եւ մի շարք այլ եկեղեցականների, բայց պարզապես ամոթ է որ նրանք նույնիսկ չեն էլ փորձում արդարանալ, ինչ որ կերպ չեն էլ փորձում արձագանքել։ Այդ դեպքում միակ ելքը դա է, որ պետությունը, որպես իրավական պետություն, պետք է իրավական վերաբերմունք ցույց տա այդ ամենին։ Անկախ նրանից կաթողիկոս է, եպիսկոպոս է, թե սովորական քահանա, եթե խախտել է օրենքը, նա պետք է պատասխանատվության ենթարկվի։ Եվ դրանց հետո միայն կարող է եկեղեցու ինքնամաքրում process առաջանա, որ ինչ որ պահի պետք է ասեն սպասեք, ուր ենք մենք գնում, ձերբակալություններ, այս սրբապղծության մասին լուրեր, արտահոսքեր եւ այլն։ Տեսանյութի հետ կապված գիտեք Արշակ Սրբազանը ասում է, որ դա կեղծիք է եւ այլն։ Դե դա միայն ասելով չէ։ Այդ տեսանյութերը կարող են մանրակրկիտ վերլուծության ենթարկվել եւ ապացուցվի կամ կեղծիք է կամ ոչ։ Այդպես չէ որ ինքը ասեց ուրեմն կեղծիք է։ Պարոն Քոսյան, տեսեք մենք տեսնում ենք նաեւ ընդդիմադիր մի հատվածի վերաբերմունքը ուրեմն այս գործողությունների նկատմամբ եկեղեցու հետ կապված եւ տեսանք վերջերս լսեցինք նաեւ Սերժ Սարգսյանին, որը ճեպազրույցում լրագրողների հետ զրույցում ասում էր մենք սպասում ենք վեհափառին հենց նա հրահանգ տա գործողություններ հանրահավաք եւ այլն իրականացնել դուք բացառում եք որ հնարավոր այդ համախմբումը կարող է օրինակ լուրջ սպառնալիք ստեղծել իշխանության համար Ես գրեթե բացառում եմ, որովհետև այդ նույն ուժերն են, որ արդեն փորձել են մի քանի անգամ, որոշ ուժեր շատ անգամներ փորձել են նմանատիպ իրավիճակներ ստեղծել հանրահավաքների միջոցով եւ չի ստացվել։ Հիմա ինչ տարբերություն կաթողիկոսն է կոչ անում, թե մեկ ուրիշը, թե իրենց են կոչ անում։ Այսինքն այդ նույն կոնտինգենտը ունեն ընդհանուր շահեր, դրանցից շատերը անցնում են դատական գործերով, ապօրինի գույքի բռնագանձման գործերով եւ իրար հետ կապված են նախկին իշխանություն լինելու պարագայով, այսինքն ունեն ընդհանուր շահ եւ այդ շահը բոլորին եկեղեցու շահը չի, ոչ էլ պետության շահը, դա իրենց նեղ քաղաքական, անձնական շահերն են, որ կապում են եւ ընդհանրացնում են իրենց Կա խնդիր, դուք եք նշում եկեղեցին պիտի ներսից վերափոխվի կամ այդ հայտը պիտի եկեղեցու
ներսից գա։ Ըստ էության մենք տեսնում ենք արդեն այդ կարգալույց անելու գործընթաց, վարչապետն էլ ասում է կարգալույց հոգևորականը կամ կարգալույց կաթողիկոսը չի կարող կարգալույց անել քահանային։ Հետաքրքիր է էլի այս իրավիճակը փաստորեն մի կողմում կա եկեղեցին վերափոխելու անհրաժեշտության կոչ իշխանության կողմից, մյուս կողմում կա դիմադրություն եւ կա մեծ անորոշություն թե ինչ է լինելու։ Իսկ գիտեք 26 թվականի խորհրդարանական ընտրությունները սարերի ետևում չեն, ձեր գնահատմամբ այս իրավիճակը որքանով հնարավորություն ունի հանգուցալուծվելու մինչև 26 թվականի ընտրությունները։ Դժվար է ասել, բայց իմ կարծիքով չի հանգուցալուծվի, բայց այդ եկեղեցու փորձերը քաղաքական ազդեցություն ունենալ եւ ազդեցություն թելադրել կսահմանափակվեն, որոշ չափով կսահմանափակվեն։ Եվ միգուցե այս կաթողիկոսին կարգալույց անելու հարցը այդպես էլ չլուծվի մինչև ընտրությունները, իսկ ընտրություններից հետո արդեն ավելի հեշտ է, քանի որ ով հաղթեց, արդեն եկեղեցին ինքը կկարողանա լուծել այդ հարցը։ Չեմ կարծում, որ եկեղեցին ունի այդ հեղինակությունը, որպեսզի կարողանա ընտրություններին ազդել զգալի չափով։ Տեսեք, դուք ստեյության գայցեք Միացյալ Նահանգներից, այնտեղ ընդհանրապես Սփյուռքում տրամադրությունները ինչպիսին են, օրինակ այս գործընթացները ինչպես են գնահատում, որքանով ունեն մտահոգություններ, հաշվի առնելով Սփյուռք եկեղեցի կապը, նաև այս առումով ինչ դիրքորոշում կա ուրեմն Միացյալ Նահանգներում մեր հայկական Սփյուռքի մոտ։ Սփյուռքի տարբեր եկեղեցիներ եղել են միշտ դժգոհ այս կաթողիկոսից, քանի որ նա ունի ավտոկրատական վարվելակերպ եւ շատ ժամանակ նա սահմանափակել է տարբեր եկեղեցիների ինքնավարությունը, ինչ որ անտրաբանական հրամաններ է արձակել, որոնք անպայման պետք է կատարվել, հակառակ դեպքում գիտեք ինչ է սպասում, կարգալուծություն եւ նման բաներ։ Այսինքն այդ ներքին դժգոհությունը միշտ էլ եղել է այս կաթողիկոսից, բայց ելնելով պահպանողական մշակույթից եւ իհարկե եկեղեցականները նաեւ երթում են տվել, որ կհանազանդվեն, այդ ամենից ելնելով դա մնացել է մեծ մասամբ եկեղեցու ներսում։ Շատերը նույնիսկ չգիտեն, բայց եթե մոտ ես եկեղեցական շրջանակներին, պարզ է, իմանում ես տարբեր ինֆորմացիաներ, որ կան ճնշումներ եւ տեղական համայնքները դժգոհ են։ Իսկ ինչ վերաբերում է այս վերջին 1 տարվա անցուդարձին եկեղեցու հետ կապված, էլի կարծիքները տարբեր են։ Կան եւ նույնիսկ եղան ցույցեր այն ամենասկզբում ի պաշտպանություն Բագրատի այդ շարժման։ Այդպիսի բաներ են եղել, որ մարդիկ իրոք հավատում են, որ դա արդարացի շարժում է, նա է փրկիչը եւ այլն եւ այլն։ Եղել է, բայց կա նաեւ հակառակը, որ սկզբից էլ չեն վստահել, հիմա էլ չեն վստահում եւ գիտեն, ովքեր որ գիտեն եկեղեցու մեջի իրականությունը, հասկանալի է, որ այստեղ չկան ազնիվ ձգտումներ եւ բոլորովին էլ Հայաստանի մասին չեն մտահոգված, որ փորձում են քաղաքականության մեջ մտնել։ Լավ, պարոն Քոսյան, դուք ինչ եք կարծում հաջորդ 26 թվականի ընտրություններում, քանի որ դուք զրույցի սկզբում էլ Կրեմլի, ընդհանրապես Ռուսաստանի ազդեցության մասին խոսեցիք, ինչպիսի ուրեմն ազդեցություն է ունենալու Ռուսաստանի Դաշնությունը այստեղ, որքանով կան լրջագույն վտանգներ, թե հաշվի առնելով նախորդ բոլոր փորձերը, անհաջող փորձերը կամ անհաջողության մատնված, դրանք լուրջ վտանգներ չեն ներկայացնելու ձեր գնահատմամբ։ Ես կարծում եմ լուրջ վտանգներ կան, բայց դրանք հնարավոր է չեզոքացնել։ Այսինքն պետք է աչալուրջ լինել եւ մենք գիտենք Կրեմլի մեթոդները, նրանք առաջինը Հայաստանը չէ որ փորձում են, կա Ռումինիայի, Մոլդովայի այլ երկրների փորձը եւ պետք է
օրինակ ինչ կատարվեց Վարդան Ղուկասյանի հետ։ Մարդը բացահայտ Կրեմլի գործակալ է։ Նույնիսկ եթե նրան գործակալ չեն նշանակել, նա այդպես էր հանդես գալիս։ Եվ ահա նրան առաջադրվել է նոր մեղադրանք ինքնիշխանության դեմ, կոնկրետ չեմ հիշում հոդվածը, եւ այդ հոդվածը լուրջ հոդված է, որ պետք է կիրառվի։ Այսինքն ինչպես կարող ես գալ եւ ասել, որ մենք ցանկանում ենք միանալ Ռուսաստանին, դառնալ Ռուսաստանի, չգիտեմ, ինչը, գավառը կամ պետություն ունի գործիքներ եւ այդ գործիքները պետք է կիրառվեն առանց վարանելու։ Տեսեք, նույն Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն նախորդին հայտարարել է, որ Ռուսաստանը կփորձի վերցնել իշխանությունը Հայաստանում, այլ գործիքակազմ կփորձի կիրառել, հաշվի առնելով նաև ուրեմն Ռուսաստանի իր ազդեցությունը կորցնելու փորձերից չհրաժարվելու միտումը։ Այո, նրանք այդ գործիքներից մեկը ընտրակաշարքն է, որ ինչեւ հիմա մենք չենք կարողացել բացառել։ Ես չգիտեմ քանի տոկոսն է ընտրակաշարքով քվեարկել, օրինակ Գյումրու ընտրություններում պարզ է, որ ընտրակաշարքի միջոցով է այդ կոալիցիան ստեղծվել, որ ԿՊ-ն չդարձավ մեծամասնություն։ Քանի տոկոս է դա 5%, 10%, 30%, հայտնի չէ, բայց դա պետք է, որը դժվար է, բայց պետք է դրա դեմն առնել, որովհետև դա կրկին կիրառվելու է պարզ է։ Նույն ուժերի կողմից, նույն ձևով եւ կարող է էական ազդեցություն ունենալ։ Պետք է զգուշություն ցուցաբերել, հետևողական լինել, մատների արանքով չնայել այս բոլոր process-ներին։ Եվ այո, դա ընտրությունների ժամանակ, բայց մինչև ընտրությունները ցանկացած դեպք, երբ Հայաստանի անկախությունը եւ ինքնիշխանությունը կասկածի տակ է դրվում, որևէ գործիչի կողմից պետք է ունենա իրավական պատասխան։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Առաջինի տաղավարում զրուցում էի ամերիկահայ արվեստագետ Սասուն Քոսյանի հետ։ Կհանդիպենք։